Տիկին Ղազարյան, դուք Արժանի է Տիկին Ղազարյանը փոխարինել ձեզ այդ պաշտոնում։ Միանշանակ։ Դուք ինչ ծրագրեր ունեք, եթե օրինակ այնպես ստացվի, որ այս հանձնաժողովը անցնի, դե այնտեղ այդ բանը կամ ընդդիմությունը նախագահի պաշտոնը Նախ եւ առաջ ես ուզում եմ առաջից օգտվելու, ասեմ, որ պարոն Եղանը 7 տարի կառավարել այն հանձնաժողովը, որի անդամ եմ եղել ես, եւ պետք է ասեմ, որ պարոն Եղանի հետ նաև ուսանողական ընկերներ ենք եւ ես այս ողջ ընթացքում մեր հարաբերությունների շատ բաներ եմ սովորել պարոն Եղանից եւ շարունակելու եմ այս ընթացքում իր հետ խորհրդակցել եւ մենք միասին ենք ըստ էության աշխատելու հանձնաժողովի նախագահան որևէ առավելություն այս իմաստով չունի եւ պարոն Եղանն ունի շատ կարեւոր գիտելիքներ, որ վստահաբար ծառայեցնելու է հանուն Հայաստանի Հանրապետության ակտիվ եւ դինամիկ եվրոպական ինտեգրման գործընթացը։ Հանձնաժողովում մնալու եք Ուսամ։ Իսկ որտեղ եք թերացել, պարոն Եղան Սահմանափակելի թիվը արդեն ֆրակցիան կորոշի։ Որտեղ եք թերացել, որ ԿՊ վարչությունը ձեզ այն չտվեց, ինչն եք ձեր աշխատել։ Ինչի եք դուք միշտ բացասական։ Բացասականը չեք ընտրվել, դրա համար հարցնում եմ, բացասական։ Ես անցած անգամ էլ ասացի, ոչ թե վարչությունը ինչ որ մեկին չի ընտրում, այլ վարչությունը մեկին ընտրում է։ Ահա։ Այնպես որ դուք միշտ դրական կողմից նայեք։ Ելույթներ էին լինում, ինչ առանցքային, այսպես ինչ որ առանցքային տարբերություններ կան ձեր ելույթներում պատկերացումներում։ պատկերացումներում։ Ամեն վարչության անդամ ունի իր սուբյեկտիվ դիրքորոշումը։ Այս կամ այն պաշտոնում էական չէ, որ ինչպես է առաջնորդվում, ես կամ պարոն Եղան չեն կարող մեկնաբանել, թե ձայների բաշխվածությունը ինչի արդյունքում է տեղ ունեցել։ Ես ու պարոն Եղանը ունեցել ենք մեր ծրագրային ելույթները, որոնք էլ եմ ասում, քանի որ մենք ունենք գրեթե նույնական կրթություն եւ գրեթե նույնական պատկերացումներ, ձայներն էլ աշխատել են այնպես ինչպես բաշխ։ Տարբերությունը մեծ էր։ Այս հարցը ես թվում է վարչության։ Դա աշխատակարգային հարց է, մենք չունենք իրական։ Շնորհակալ։